Ելույթի համար խոսքը փոխանցում եմ Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։ Գերաշնորհ Սրբազան հայր, սիրելի ընկերներ, հարգելի ներկաներ, այսօր մենք հիշում և արժևորում ենք Շուշի ազատագրման օրը։ 1992 թվականի մայիսի 8-ը և 9-ը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է, երբ չնայած թշնամու դիրքային թվակազմի, զինտեխնիկայի առավելություններին, հայկական կողմը վճռականությամբ, հայրենասիրությամբ, անձնազոհությամբ ազատագրեց բերդաքաղաք Շուշին, որը բեկումնային նշանակություն ունեցավ արցախյան ազատագրական պայքարում։ Մենք հայ ժողովրդի միասնականության, բազքի, ուժի և հավատի շնորհիվ ստեղծեցինք երկրորդ հայկական պետությունը, իր պաշտպանության բանակով, իր պետական կառավարման համակարգով։ Դժբախտաբար, դավաճանության և պարտության արդյունքում այսօր հայկական Արցախը գտնվում է թշնամու հսկողության տակ։ Դեռ ավելին, այսօր Հայաստանի թշնամիները և այդ թշնամիներին ծառայող Հայաստանի իշխանությունները մեզ պարտադրում են հրաժարվել և ուրանալ հայկական Արցախ։ Հրաժարվել Արցախից նշանակում է հրաժարվել ծնողից, հրաժարվել զավակից, հրաժարվել քո օջախից և շիրիմներից և առհասարակ հրաժարվել քո ինքնությունից և արմատներից։ Հետևաբար, որքան էլ պարտադրեն, որքան էլ փորձեն այս ուրացման քաղաքականությունը իրականացնել, միևնույն է, չեն հաջողելու։ Եթե որոշների համար Շուշին դժբախտ և դժգույն քաղաք է, մեր համար Շուշին հայկական բերդաքաղաք է և ամեն ինչ անելու ենք վերադառնալու համար։ Սիրելի ներկաներ, ամենևին պատահական չի, որ այս միջոցառումը այսօր մենք նշում ենք այս ձևաչափով և այսօր Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միության Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքական դպրոցը հավաստագրեր է հանձնելու իր շրջանավարտներին։ Սա խոսում է այն մասին, որ մենք ունենք ազգային երիտասարդություն, ովքեր տեր են հայ ժողովրդի հավաքական իրավունքներին, ովքեր իրենց գիտելիքներով, իրենց հայրենասիրությամբ, իրենց պատրաստակամությամբ, այո, պայքարելու են վերադարձի իրավունքի համար, պայքարելու են ուժեղ, հզոր Հայաստան ունենալու համար։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս, ցանկանում կամք, վճռականություն և եթե այսօր արցախահայերի վերադարձի իրավունքը որոշների համար հայրենասիրական պաթոս է, որոշների համար ընդամենը բաժակաճառ, մեր համար դա ազգային նպատակ է։ Եվ այո, մեր սերունդը, այս դահլիճում նստած ազգային սերունդը պայքարելու է և ամեն ինչ անելու ենք մեր վերադարձի և հայ ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության համար։ Շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալ եմ։